ասեք ինչ մասնակետ եք եւ արդյոք իրավապահների գործողությունների հետևանքով վտանգի չեն ենթարկվում գործարանի աշխատանքների հետագա ընթացքները կամ էկոլոգիական խնդիրներ առաջանալ տարածքում, խնդրում եմ Ես ինչ դարձաշնորհք եմ իմенно ցեմենտի կապակցող նյութերի ավարտել եմ Բելգորոդի տեխնոլոգիական ինստիտուտ եւ իմенно ցեմենտագործը այո կարող է մեծ վտանգներ լինի եթե աշխատում վառարան ուրեմն ամեն աշխատակից իր տեղում է այստեղ աշխատում ենք 24 ժամ հումքը որ մտավ վառարան նախ վառարանում 1450 ջերմաշճան այդ ջերմաշճանի տակը եթե արդեն լրիվ հալույթը ստացվել է ունի 6 գոտի որը հալման գոտի եթե հումքը մտել է հալման գոտի եթե աստվածչանի վտանգ ալում եթե արդեն ավարիայի դունալում այդ ժամանակ մենք ունենք սպամագատելնի բան որ իրան լավան մեջից թափել իսկ եթե բանը իրանք բռնել են մի մաս ժողովուրդ բարձրացել են վերև մի մաս ժողովուրդը մնացել են ներքև այսինքն բոլոր այդ աշխատողները չեն կարող հասցնել բոլոր տեղերով նային վառարանը ունի հենց 80 մետր մենակ վառարանն է եւ մինչեւ վերջ խալաձելնիկ այդ լրիվ տեղերը պետք է մարդիկ կանգնածել են զապեշման վրա կանգնածել են այդ ժամանակ որ սկսել է սմենան թունել կեսը մնացել է վերև կեսը բարձրացել է վեր այսինքն բանվորների կեսը տեղում այլ է կեսը տեղում չեն հենց այդ ժամանակ էլ այդ ավարյան ստեղծել եթե ասենք բոլոր ժողովուրդը տեղալն իրանց տեղերում կանգնած ավարյան կարող է գար սկսել ավարյան բայց նույն րոպեին դեմը առնեին իսկ մենք ավարյան սկսելուց հետո ավարյան սկսավ ասեցին ավարիայլը այդ ժամանակ լավան մնամա մեջ լավա ասեք հալույթ Գիտած մեկ ինչ աշխան այդ լավան որ մնաց մեջ մի քիչ հանգարտ դու չկարողացար իրան թափել դերքեր ինքը համ փեչը կծրվի համ բանդալները կբարվի ամեն ինչ կարա ստեղծի բացի այդ էլ եթե հանգարտ այդ րոպեին հասավ պայթել եւ ահագին գազը կարա կտրի քաշել եւ ոնց բացատրեմ էսի ասենք եթե զապեշնու քաշում է գազը որը վառում է վառարանի մեջ ինքը պետք է քաշի հանի մտնոլոր իսկ եթե այդ զապեշնու գցեց ասենք անջատված թողվելա մեջ ու հանգարտ միացած ինքը քաշելա դեպի ցիրտ գազը գնալա ցիկլոնով պայթում կարող է տելուղինը եւ ամբողջ ֆիլտրերը պայթին այդ իր վտանգն է որ պայթավ արդեն այդ ես ինչ կամ ժամանակապետ վերականգնել ֆիլտրերը որոնք վերև լուգն են ֆիլտրերը պայթեն որպեսզի մարդիկ հասկանան եթե գազը քաշի այսինքն որևէ մեկը չկար ներսում որ թեկուզ հակ վիճակում որևէ մեկը չէ բոլորը չկային Մեկը իր գործին էր, օրինակ օբժիգալը այն միսմենի օբժիգալը մնացել էր սպասում էր այս օբժիգալը, իսկ քանի որ ավտոբուսներ իրանց հետևից գալիս են, ժողովուրդը տեսել են, որ հենա իր անգերը հետևից գալիս է, մեր մասը անցել է, մի մասը մնացել է դուրսը, կեսին թողել են դուրս աշխատել, այն միսմենն էլ արդեն 12 ժամ աշխատել, պատրաստվել է, որ դուրս գա, այս ընթացքն էլ այդ ավարյան տեղի է ունեցել, ու լավ է հետո ժամը 11-ի մոտերքը նորեն մի օբժիգալն եկավ կամած դրեցին վիրապոտքի, բայց բոլորովին բան արեցին։ Այս օրերին է տեղի ունեցել։ Այդ ժամին, այդ րոպեին, որ կես բանվորությունը բարձրացել է, կես բանվորությունը մնացել է, հոսքա, էսի հոսքա, ամեն տեղ իր աշխատողը պետք է կանգնածել լինի։ Մի վայրկյան, եթե աշկը թերթեցին, մեծ ավարիայի բուն կստեղծի։ Մեր օբժիգալները, որ աշխատում են, կամ իրանց օգնականները, որ աշխատում են ցիկլոններում ամենտեղ 13,000-ից ավել կուբ գազ ավարվում Եվ այդտեղ ասում 1450-ից 1550 աշճանալն դե պատկերացրեք ինչ լավ է, ոնց որ ասենք թե հրաբուխ լինի, ոնց որ հրաբուխի մեջ լավան թափի, իսկ այդ լավան որ մնա վառարանի մեջ ինչ կլինի, վառանը համ կծրվի, համ բանդաժը կվնասվի, համ տիրովքին դրի շարքից դուրս կգա, էլ չես կարող աշխատցնես Այդ նման բան չէր կարելի անել, էլի թողանեին, էլի բան չեմ մասում անին, բայց նախորդ մեզ ասեն, մենք եթե ուզում ենք վառարան կանգնեցնենք, մենք վիրը պետք է դնեմ, այսինքն բոլոր իրանց տեղերում են լինում եւ այդ լավան մենք վերում հանում ենք։ Այդպես հանձնաժողով չկա, օրինակ եթե որոշում են կայացել, որ աշխատանքները պիտի դադարեցվի, արդեն ինչ հանձնաժողովի հանձնաժողով չկա, որ նույն րոպեին այլ է, նույն վարկյանի տակ այլ է։ Նկատի ունեմ, իրենք որևէ հանձնաժողով Այդ փակողները Ես ինչ իմանամ, ես իմ աշխատանքին եմ ելել։ Ես իմ աշխատանքին եմ ելել, ես իմ համար սմեն ընդունել եմ, սկսել եմ աշխատել։ Ես չեմ մացել թե ինչ ալdım։ Ես ինչ իմանայի որ բանվորության կեսը դրսում է, կեսը ներսում է, ոչ մեկն էլ չի իմացել։ Ուղղակի տեղերում, բոլոր տեղերում մարդիկ չեն ելել կանգնել։ Հիմա որևէ մեկը որևէ բան ձեզ ասում է։ Ինչ ասեմ, ոչ բանը չեն ասում, ոչ մեկը մեծի պատասխան չի տալ։ 4 օր գործարանը փակած է, մենք չենք աշխատում, մենք եթե հարկատիվ պարապորտ ենք ունենում, այդ ժամանակ մենք ստանում ենք
ներքևի աշխատավարձը գումարը ստանում ենք, այսինքն մինիմում։ Իսկ հիմա մենք ոչ թե հարկային պարապորտի մեջ ենք, այլ հենց կանգնած ենք, ում հաշվին ինչի համար 1000 բանվոր է 4 օրվա համար աշխատավարձ չի։ Կնշեք ինչպես եք պատրաստում ձեր իրավունքները պաշտպանել։ Ամեն տեղը գնալու ենք, այսօր ստեղից ենք սկսում, հետո կգնանք Երևան, ես չեմ դեմուր, չգիտեմ, ճանապարհները կփակենք, մի բան տանենք, ժողովուրդը, այս քաղաքը Ալլատ քաղաքը 32 թվականին հիմնվել է Ալլատ ցեմենտ գործարանը սարքելու հիման վրա, որ սարքել են ներքևի գործարանը, սարքվել է նաև քաղաք, արդեն գոյացել է քաղաքը։ Իսկ եթե չլինի գործարանը, չի լինի քաղաքը, չէ լավ քաղաքը, չի լինելու ամբողջ գյուղատնտեսությունը, ամբողջ գյուղատնտեսությունը անգործություն, ով է առնելու իրանց ապրանքը։ Այսօր արդեն ժողովուրդը լացում են, ասում են բանը, երբ կստանանք փողերը, երբ կստանանք որ փողերը բերենք, որ առևտուր անենք։ Այսինքն այս իրավիճակից ստացվում է ուզում են հասարակ ժողովուրդը, այո, հասարակ ժողովուրդը, այս 1000 հոգի որ կանգնած այդ սաղն է տուժելու է։ Իրանք ամսի 15-ին, 13-ին մեր աշխատավարձը բոլորն է վարկեր ունեն, հիպոթեքեր ունեն, հո բանկը կարող է Չվետ բանվորը իր աշխատա, այսօր եթե պեչատել են, ոչ աշխատավարձա հաշարքում, ոչ էլ ժողովուրդը աշխատավարձա ստանում, ինչ են անելու այդ ժողովուրդը, դու կարաք ընձի ասեք, կարակ բանկը գա, ասի լավ, ձեզ ներեմ եմ, ձեր գործարանը փակ այլ է, մենք չենք բանան, ներեմ ենք ձեր, դա տենց բան։ Բարձրաձայնեք ձեր պահանջը։ Իմ պահանջը, որ բացվի գործարանը մենք աշխատենք։ Իմ պահանջը այդ այլ է, ամբողջ կյանքում, որ Ծառուկյանը սկսել աշխատել, մենք կանգար 1000-ից մի անգամ մենակ ասենք ռեմոնտների ժամանակ ենք ունեցել, իսկ մնացած անընդհատ աշխատել ենք եւ ժողովուրդը այդ դրա հաշվին գնացել է հիպոթեկով տուն վերցրել, վարկեր են վերցրել, իրանց համար ամեն ինչ արել են, իրանց ույուպ են ստեղծել, բայց այսօր որ ցեզ մնա ինչ անելու է ժողովուրդը։ Մեր պահանջը որ գործարանն աշխատի, եթե չաշխատի ամեն տեղը գնալու ենք ճանապարհները փակելու ենք, ավտոների տակ է պարկելու ենք։ Այսինքն քաղաքական որոշումների պատճառով ինչ գործ ունենք մենք քաղաքական գործեր են, թող մեր զավոթը աշխատեն, քաղաքական Չնայած ես չեմ կարող ասեմ, էսի ինչ հարց է։ Եթե մի անգամ սա գործարաններն ապահովում, ես չեմ կարող ասեմ ինչ հարց է։ Ես այդ կամ քաղաքագետ չեմ, էլի որտես։ Ես տեխնոլոգիա եմ, իմ հարցով ասեք, ես սա պատասխանեմ։ Իսկ քաղաքական հարցերը ես չեմ կարող ասեմ, որտեղ Գործարանը այս ամեն ինչից ինչքան վնաս է կրում դուք որպես մասնագետ։ Ես որպես մասնագետ, ես բան չէ, ֆինանսիստ չէ, որ ասում ինչքան։ Բայց թույլ չեն տվել, չէ՞, սարքավորումները անջատել ըստ էության այստեղ։ Անջատել թե ընդհանրապես թույլ չեն տվել, որ աշխատի։ Եթե գործարանի բանվորությունը դուրսն է մնացել, գործարանը ո՞նց կարող աշխատի։ Եթե դուռը փակվել է, 1000 տեղից հարցմից եք որ ես շուշտռում եմ, առանց այդ չկա խելքը գալու։ Բանը Եթե գործարանի բանվորների կեսը փակած, դրսում կանգնած են, կեսը ներսում, ինչ ոնց կաշխատի գործարան։ Մի կերպ ասում եմ, մի կերպ այդ ավարյանները ստեղծելու մենք կանգնեցինք, մի կերպ։ Առողջությանն էլ էր վնաս։ Բա եթե ֆիլտրերը պայքեր, ամեն ինչը լալել էր, գազա, 13000 կուբամետր գազ, լավան է գալիս է, դե դեմնար։ 1000 աշխատակից է, թե 1400։ Ես չեմ կարող ասեմ, 1400 հավաքենք, տենց այդ բաներին չեմ տիրապետում, ես տիրապետում տեխնոլոգիան, ես հսկում եմ տեխնոլոգիան, որը ինձ շատ մեծ իմ համար շատ, ոնց ասեմ, շատ ցավալի էր այդ երևույթը, շատ ցավ, եթե նախորոք ասեին մեզ, մենք սիրուն կպատրաստվենք, սիրուն կդատարկենք փեչը, ամեն ինչ իրանց կհանձնեինք, իրանք հետո փակեն, մենք էլ լենք շոշերին կայնեինք, ինչ ում ձեռը ինչ կընկնի, ամբողջ ասենք 1000 հոգի, դրանք էլ ընտանիք են, չէ՞, 3000 բանվոր, որ մնա սոված ում ձեռը ինչ են դնելու։